2014 թվականից ուժի մեջ են մտել մուտքի արտոնագրի յուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը, որոնք կարգավորում են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ասում է գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ծրագրերի համակարգող Նիկոլայ Իսրայելյանը։ Վերջինիս խոսքերով, հիշյալ համաձայնագրերի մշակումը սկսվել է դեռևս 2009 թվականից արևելյան գործընկերության շրջանակներում։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո հայտնի հայտարարությունից հետո կասեց երբ արդեն ավարտվել են բանակցությունները Հայաստանի Եվրամիություն ասոցիացման շուրջ պայմանագիրը համաձայնագիրը գրեթե պատրաստ էր, որոշվեց դառնալ մաքսային միության անդամ և այդ մասով Հայաստան-Եվրամիության հարաբերությունները սառեցվեցին։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները սակայն շարունակվել են վիզաների յուրացման ոլորտում։ Մասնագետների հավաստմամբ համագործակցությունը փոխշահավետ է Հայաստանի համար, որովհետև գլոբալիզացիայի նման գլոբալացման պայմաններում դուրս մնալ աշխարհի հետ շփումներից դա անթույլատրելի ճոխություն է, իսկ Եվրամիության համար նաև այն պատճառով, որովհետև Եվրամիությունը ուզում է տեսնել կառավարելի միգրացիա։ Վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ գտնում է, որ ինչքան էլ դյուրին դառնան շենգենյան երկրների մուտքի արտոնագրերի հետ կապված խնդիրները, հարկ է, որ կարգավորվի նաև դեպի Ռուսաստան մուտքի գործընթացը։ Կարգավորել հարաբերությունը շատ կարևոր է։ Հեշտացնել եվրոպական վիզան ու մի քիչ բարդացնել ռուսական վիզան, որ հավասար լինի, որ մարդիկ կարողանան գնալ, բայց գիտակցված։ Խոսելով եվրոպական երկրների վիզաների հետ կապված նախկինում առկա խնդիրներից, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ներկայում համաձայնագրերով պայմանավորված յուրացվել է գործընթացը, նախ նվազել են մուտքի արտոնագրերի գները։ Գինը իջավ 60 եվրոից 35, գիտեք, չէ՞։ Նույնիսկ Ռուսաստանի համար 35 եվրո էր, Հայաստանի համար 60 էր։ Ու ես միշտ եվրոպական դիվանագետներին ասում էին, ես շնորհակալ եմ, որ դուք համարում եք, որ մենք ավելի հարուստ ենք, քան Ռուսաստանը։ Բայց գիտեք, այնուամենայնիվ իջեցրեք գինը։ Փոփոխության են ենթարկվել նաև վիզա տրամադրելու որոշման ժամկետները, դրանք կրճատվել են, հասնելով նվազագույնի։ Հիմա որոշում պետք է կայացնել վիզայի տրամադրման 10 օրվա ընթացքում։ Որոշակի դեպքերում հյուպատոսությունները իրենց իրավունք են վերապահում երկարաձգել այդ ժամկետը մինչև 30 օր, բայց դա շատ առանձնատու
Պարզեցվել է նաև համապատասխան փաստաթղթերի ներկայացման գործընթացը։ Եթե դրսից հրավիրող կողմ կա, գործի կեսը կարելի է հաջողված համարել, ասում է Նիկոլայ Իսրայելյանը։ Առավել հաջողակ կհամարվեն, այսպես ասած, օրինապակ քաղաքացիները։ Անձը կարող է ստանալ 6 ամիս կամ 1 տարի վավերական ժամկետ ունեցող բազմակի մուտքով վիզա, եթե անցյալ տարվա ընթացքում առնվազն 1 անգամ ինքը ստացել է Եվրոմիության Շենգեն վիզա և օրենքի սահմաններում օգտվել է տվյալ իր ստացված վիզայից։ Այսինքն օրենքի սահմաններում նկատի ունեն ժամանակին գնացելը, ժամանակի վերադարձելը, որովե օրենք չի խախտել, Որ քննարկում ենք իրենց համար այնուամենայնիվ հստակ պահվածքը մարդու շատ կարևոր է։ Այդ սուբյեկտիվ գործոնը չէ, թուղթ չի, բան չի։ Իրանք ասում են, օրինակ, շատ անգամ ուղղակի զգում են, որ այդ մարդիկ իրոք գնում են ժամանակավոր կվերադառնան։ Դյուրացված կարգի համաձայն վիզա ստանալիս պարտադիր պայման չի համարվում կենսաչափական անձնագիր ունենալը։ Ըստ վերլուծական կենտրոնի ներկայացուցիչների, այս տարբերակը կշարունակի գործել այնքան ժամանակ, մինչև Հայաստանը որոշում կընդունի Եվրամիության հետ շարունակել վիզաների ազատականացման քաղաքականությունը։ Ալլա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։